Ես մեր ինան ուր կորավ այ մարդ։ Ցավը տանում ես, ինչ ես անում, հարճ ջան, հո դու քիշերվա երաս չես, սենց վաղտերը մի հատ դուրը ծեցին, նոր ներս մտի։ Քո նմանների համար գիշերվա երազ եմ, ինչ կա, ինչ ես պտտվում շորջս։ Չհասկացա, էդ ինչի տեղ ես ինձ դրել, ես քո հետևից ինչի պտի պտտվեմ։ Որ ասեմ ինչի տեղ եմ դրել կնեղանաս։ Ես ձեզանից պրծում չունեմ էլի, հա։ Ավո, դու ցանկացածի մոտ կարող ես խաղալ, բարի, հոգատար մարդ, բայց իմ այդ խաղեր միտու չի անցնի։ Հոնան անգավ հիվանդանոց տեղը պլենացավ ինա ջան։ Ուշադիր ինձ լսի։ Մյուս անգամ ճանապարհից չհայտնվես։ Քեզ միտեղ կորցրու ու աչքից չերևաս։ Ինչ հիմար բան այս կյանքը, բայց դուք ընտանիքով իմ գլխին ինչ ասես անում եք, դնում եք, վերջում ինձ եք վիրավորում ու սպառնում։ Ես դեռ չեմ սպառնում, ընդհանրապես զգուշացնում եմ։ Հարսիկ ջան, դու գոնե պատկերացնում ես, օրերից մի օր Ավոն ընտանիքի դեմ բերանը բացի ինչ կկատարվի։ Չեք պատկերացնում, չէ՞, խելոք ապրեք էլի։ Բերանդ բացես։ Այո։ Հələ փորձի։ Քեզ թվում է արածներդ քիչ են։ Քեզ առաջինն են իրենց տանտանիքից ներքև նետելու։ Եթե դու եղբորդ սպանության մեջ ձեռքերդ կեղտոտած չլինեիր, հիմա վաղուց իլուր աշխարհին պատմել էիր Հունանի արած սպանության մասին։ Իմացի, որ ավելի շահավետ կարգավիճակում չես։ Իմ այդ խաղեր չխաղաս։ Նենց կկորցնեմ, հետքդ չի երևա։ Ես հերթով ամեն ինչ բարձելով առաջ եմ գնում։ Այ մամա ջան, ես ինչ կարիճ կերպար է, բայց բախտի տերը թաղեմ, կնիկ եմ ասել է։ Գիտեմ, տանջվում ես, բայց պիտի սպասես։ Էլ չեմ կարողանում։ Պիտի կարողանաս։ Եթե սիրում ես, ուրեմն սպասել էլ կկարողանաս։ Իսկ ներել։ Ներել։ Հիշում ես, թատրոնում մի ներկայացում ունեինք, Հակոբն ու Լինան էին խաղում։ Հա։ Վերջում ինչ ասեց։ Ամեն ինչ կարելի է ներել։ Մի բան էլ ասեց, լավ չես հիշում։ Ասեց, բայց ոչ ամենքին։ Վայ քորացա ես, ես ինչ հուզիչ տեսարանա, ցավները տանեմ, սետ ժամանակ գոնե դռան վրա գրեք, մուտքն առանց թաշկինա կարգելու հումա։ Կզարմանայի, եթե մտնեիր ու մի հերթական ապուշությունը դուրս չտայիր։ Հանդել ավելի հայրիկ ջան, ինձ մի վիրավորի, խնդրում եմ, դու որ իմ հետ կոպիտ ես չէ խոսում, ես օր ու գիշեր հանգիստս կորցնում եմ, չեմ կարում, մի արա։ Ինչ կա դիցուհի։ Քեզ ասեցի գնա խելոք ավտոյի մեջ նստի, միասին կգնանք, ինչ մի գլուխդ տնգեցիր մենակով էլ արեկար։ Լավ արեցի։ Գլուխդ պատին տվեցիր, հա։ Տես, տենում ես չէ, քեզ մենակ թողեն ուրիշների դաստիարակությունը քննարկես։ Ես մի բուր մանանը ինչա, որ չես կարողացել բռիդ մեջ հավաքես։ Տենց ես արել էլի, տենց ես դաստիարակել, որ քո ներկայությամբ տաղուտ հետ սենց ա խոսում։ Ինձ ասում ար լավ արեցի, հələ դրա բառերը, դրա տոնայնությունը։ Մանանի թեման փակեցինք։ Հիմա անցնում ենք քեզ։ Հիմա առանց նյարդայնանալու, առանց բորբոքվելու քեզ ասում եմ։
Օլգայից հեռու մնա։ Հասկացար։ Հա ցավոտան եմ, էդի ձեր քննարկելու թեման չի, հերիքա։ Կարող է գիտեք 2 տարեկան լակոտ եմ։ Բայց 2 տարեկան լակոտի պես ես քեզ պահում։ Ինչ գործ ունես, ինչ ես կպել այդ կնոջը, հա? Սիրում եմ, պապա ջան։ Սիրում եմ, սիրահարվել եմ, սիրտս կապել է։ Այմա որ մի հատ բամփեմ, գլուխդ կկապնի պատին։ Դա նորմալ է, հետքոմդ շատ լավ է ստացվում, ես սովոր եմ։ Դու հաստատ որոշել ես մեզ ուղովային թշնամացնես։ Հայ ցավոտան եմ, ինչի է, ինչի համար ես պետք է տես բան անեմ։ Չգիտեմ, բայց բոլոր քայլերը դրան է տանում։ Նորից եմ ասում աղոտաղը լրջացի ու հեռու մնա Օլգայից։ Սաղ կյանքդ բախտիս վրա քար գցելով ապրեցիր, էլի չհանգստացար։ Երբ ես խելքդ գլուխդ հավաքելու։ Երբեք ժամանակին ունես ես գլխից խփել, որ ուղեղս թափել է։ Ասա Լեա, Մամ, ինչ կա, ոնց եք։ նույնը։ Ոչ մի փոփոխություն դու ասա։ Չգիտեմ, մամ, սիրտս պայթում է արդեն։ Գրիշը շատ վատ է իրան զգում։ Մանանը զանգեց, ասեց, որ երեխուն կորցրել է, Գրիշը էլ ավելի վատացավ։ Ես արդեն չգիտեմ ինչ անեմ, անկեղծ։ Չեմ հասկանում, հիմար է այդ աղջիկը։ Մամ, հավատա, երկուսն էլ սարսափելի վիճակում են։ Ես մանանին բացարձակ չեմ մեղադրում։ Հետո էլ Գրիշը այնքան ստիպեց, որ ասի ինչ ա եղել, խեղճ աղջիկը ստիպված ասեց։ Լեա, իրոք չգիտեմ ինչ անեմ, չգիտեմ ոնց օգնեմ, ում օգնեմ, խելագարվում եմ։ Ես քեզ մենակ խնդրում եմ, որ ուժեղ լինես, մամ։ Որովհետև եթե դու տեղ ուժեղ չլինես, ես տեղ չեմ դիմանա։ Ոնց ուժեղ լինեմ, մի հատ նայ մեր շուրջն ինչ է կատարվում։ Գիտեմ։ Ես քեզ հասկանում եմ։ Բայց հիմա միակ մարդը, որ ինձ ուժ է տալիս, այդ դու ես, մամ։ Եթե դու էլ թուլացար, ես էլ ստեղ ոչ մի բան չեմ կարող անում։ Գրիշը ոնց է։ Շատ վատ է, մամ։ Ահա որ նյարդային է, պանիկայի մեջ, ագրեսիվ։ Մամ։ Ես գնամ հորդ մոտ իմանամ ոնց է, հետո կզանգեմ։ Լավ, մամ ջան։ Լավ։ Պապա, այ պապ, կոֆեն սար է ծարի։ Պապա։ Կոֆե եմ դրել, արի։ Այս ինչ անբախտ տղա եմ ես։ Մեր թեմաները քիչ էին, հիմա էլ Օլգայի պատճառով հերս իմ հետ չի խոսում։ Են Վովան մեղքա տանջվում է, չես հասկանում։ Վովան տանջվում է, ես ինչի պետք է չհասկանամ կամ հասկանամ, կամ ինչի է տանջվում։ Վովան պետք է հասկանա, որ ջահել մամա ունի, իր մամային կողակից է պետք։ Դու էիր այդ կողակիցը։ Ահա ինչ սա պակաս։ Դու խելքդ, ուղեղդ։ Թող մարդիկ իմ չափ ուղեղ ունենային, հիմա ուրախությունից օդ էին թռել։ Հերիկայի մարի դուրս տաս։ Ամեն օր գալիս ես մի ապուշություն դուրս տալիս ու թողում գնում։ Պապ, ցավը տանեմ, հələ մի բան հարցնեմ։
Քնելուց գոնե մի հատ քեզ հարցրա, հարց տուր, ասա ավոյի հետ մի օր մարդավարի վերաբերվեմ, կարող է համ ես ինձ լավ զգամ, համ այդ տղեն։ Ավոն գիտի համարթավարին ինչա։ Դե ավոն ինչի պետք է իմանա մարդավարին ինչա։ Ավոն երբ է իր հորից մարդավարի վերաբերմունք ստացել, ավոն հռաֆոն չի։ Ջանոտ կտրի։ Հա, եթե դու քեզ դրանից լավ կզգաս, ձենս կտրում եմ, հեր ջան։ Բարև ձեզ։ Բարև ցավդ տանեմ։ Բարև գեղեցկուի ջան։ Այ Դավո ջան, ցավը տանեմ, հոп բարի պես ճաշակով է, տես ինչ աղջիկ անտրել։ Ինչ կա Նարը ջան, ոնց որ երկուսի տրամադրությունն էլ տեղն է։ Պապի, պիտի տեսներ այսօր ինչ էր կատարվում։ Ինչ։ Այնքան հաճախորդ ենք ունեցել, որ էլ ասելու չի, որ սենց տեմպերով գնա, մի քանի ամսից կարանք ասենք, որ մեր բիզնեսը կայացած է։ Վայ ասում парք։ Առավոտի ծիրիկուն դրա մասին եմ մտածում։ Ինչ։ Բիզնես, ինչ բիզնես։ Նարե ջան, այդ ինչ բիզնես է, ցավը տանեմ։ Հələ ինձ էլ ասեք, ավո հոպարը իմանա, գա, տենա, գնահատի։ Գիտես չէ, ես շատ ուժեղ բիզնեսմեն եմ, ցավը տանեմ։ Ես եմ քեզ ասում, որովհետև վստահ եմ, մերոնք ինձանից հաստատ ձեզ ոչ մի բան չեն պատմի։ Այդ ինչ բիզնես է։ Նարը չհավատաս։ Հա Դավո ջան, չհասկացա։ Այդ դու հոպարին նեղացնում ես, թե ինձ թվում է։ Քեզ թվում է։ Ինձ կներեք, ես գնամ մի հատ երկու սիրուն խոսք ասեմ երիտասարդին գամ։ Պապի, նենց ոգևորված եմ, չես պատկերացնի։ Աստվածտա։ Շատ արագ ոտքի կանգնեք, պարտքերը փակեք, հանգիստ ապրեք։ Դե ճիշտն ասած, Դավոն էլ այդ վարկերից մի քիչ նեղվում, բայց այսօր կարելի է ասել համեմատած հանգիստ էր։ Բայց այնպես էլ չլինի, էլի որ ոգևորվեք, փողերը քամուն տակ։ Ոյ, պապի, դու քո թորանը նոր ես ճանաչում, ամեն կոպեկը հաշվարկում է ու ամեն ինչն էլ նախորոք պլանավորում է։ Բայց ճիշտը դա է։ Պապա, նայ ասում եմ, թորներիդ հետս խոսալու ձև սովորացրու, թե չէ որ ես սկսեցի զբաղվեմ շատ վատ ալնելու։ Ինչ էլի կպակ իրար։ Ես զգուշացրեցի, բաներ ասեցի, թո չափները ճանաչեն։ Այ Աստված։ Խնդրում եմ ուշքի արի։ Բաց աչքերդ, խնդրում եմ, գիտեմ, որ լսում ես ինձ։ Առանց քեզ ոչ մեկս չենք ապրի։ Մենք քո կարիքն ունենք։ Գրիշոն շատ վատ է, ես չգիտեմ ինչ անել։ Հունան ինձ լսում ես, չէ՞։ Հունան։ Ոնց ես։ Սպասի բժիշկ կանչեմ։ Լեո, ես չեմ հասկանում, դու գնացել եք Թիֆլիս մրցումների, թե փողոցները չափչփելու։ Ավելի դավո, ազիվ մի օր ազատ ունեինք։ Մտածեցինք դուրս գանք, մի քիչ պտտվենք, տենանք ինչ կա չկա։ Ավելի լավ է դու տեղից պատմի տենամ ինչ կա։ Ինչ ասեմ, խանութի բացումը արեցինք, ամեն ինչ լավ է ոնց որ գնում, լիքը հաճախորդ ենք ունեցել։ Շատ լավ ախպերս ուրախացրիր, ապրեք շատ։ Առանց վախենալու առաջ ես գնում, դավ։ Արա դե չէ, չվախենալու էլ չափ կա էլի, որովհետև մեծ փողերի հետ գործ ունենք։ Դավո ասում եմ առանց վախենալու առաջ ես գնում։ Ես կողքդ եմ իմացի։ Լավ ախպերս, ոնց ասես։ Վերջ, հա, այլ ուրիշ նորություն չկա։ Այն Հունանի վրա են մահափորձ արել։ Լուրջ ես ասում։ Հա, հիվանդանոցումը։ Շատ վատ է վիճակը։ Հա, բավականին վատ է վիճակը։ Մի հատ ուրիշ բան էլ կա։
իր քրոջ մահվան վրով կասկածում են են Արամին։ Լավ, հոտս քաշեցի, այդ ինչ էր եղավ այդտեղ։ Բա ախպերս։ Արամին, հա։ Քիչ էր մնում աղջկան զորով պսակ էր այդ Արամի հետ, այդ ոնց տեն ստացվեց։ Չգիտեմ, ես էլ բան չեմ հասկանում, ճիշտ ասած։ Խառն են էլի։ Հա, մի այլ կարգի։ Լավ, Դեյվս, դե իջնեմ տենամ տղեկը ինչ են անում, ու շոտ կզանգեմ կխոսանք, լավ։ Լավ ախպերս, կապով։ Մանան, էլի ինչ որ բան է եղել, դուրս չես գալիս։ Շատ վատ եմ զգում ինձ։ Դավոյն ասենք հիվանդանոց գնանք։ Չեմ ուզում։ Մանան, ախր դու պիտի քեզ լավ նայես։ Դու Լեայի հետ խոսել ես։ Չէ, այնքան էլ խառնվել գործերը չեմ հասցրել։ Ինչ որ բան է եղել։ Ասում են Գրիշը կարող է էլ չքայլի։ Ոնց թե։ Լեոնա ասել։ Հա, Մանան, խնդրում եմ, էլի մի լացի։ Հավատա, որ ամեն ինչ լավ է լինելու։ ախր ոնց հավատամ։ Մի օրում ամեն ինչ նենց է գլխի վայր շուռ գալիս, չես էլ հասցնում հասկանաս ոնց եղավ։ Ես հեսա կզանգեմ Լեայի հետ կխոսեմ ու կասեմ, որ մանրամասն ինձ պատմի ինչ ա եղել։ Ոչինչ հիմա վատ է, բայց ես վստահ եմ, որ կապակինվի։ Հավատա մենակ, լավ։ Չէ, շատ հստակ ասեց, կարող է էլ չքայլի։ Վալես հացը դրած է, արի գնացինք հաց ուտելու։ Ինչ եկել ես տուն, ձենդ դուրս չի գալիս։ Ինչ որ բան է եղել։ Իսկ ինչ չի եղել որ։ Խնդրում եմ, էլի մենակ նորից Ավոյի թեման չսկսես։ Ավոյի թեման իմ համար արդեն փակ է, մամ։ Շատ ավելի լավ։ Ուրեմն հիմա ասա, տեսնեմ ինչ ա եղել։ Մյուս բոյս Լեոյի հետ է լինելու։ Համաձայնել ես։ Դեռ ոչ մի բան չեմ ասել։ Իսկ համաձայնելու ես։ Չգիտեմ։ Իմ ճանաչած Վովան հիմա իրան պատե-պատ էր խփել ու ասում էր, որ մտերիմ ընկերոջս հետ չեմ կռվելու։ Ինչ ա փոխվել։ Ոչ մի բան։ Փոխվել է։ Դու օրեցօր ավելի անճանաչելի ես դառնում։ Հավատա դու էլ։ Արի էլ խոսակցությունը մի փոխի, էլի հանգիստ խոսում ենք։ Ասում ես ճաշը սառում է, չէ՞։ Դե գնացինք։ Ոնց ես։ Ուզում եմ տողս հետ խոսամ։ Ոնց է Գրիշը։ Բժիշկներն ինչ ասեցին։ Թքացում եմ բժիշկներն ինչ ասեցին։ Ասում են ուզում եմ տողս հետ խոսամ։ Մամ, Դուր Գրիշին հայրդ ուզում է հետը խոսի։ բայց ինչ են ասում, ոնց է վիճակը։ Այդ հետո Լեա, դուր եղբորը թարախոսը։ Հա, Գրիշին, որ ասացի պապան ուշքի է եկել, ինքն էլ ուզում խոսեր։ Լեա ծուտենա։ Ասի։ Պապ։ Ոնց ես ցավը տանեմ։ Ես լավ եմ, դու ասա դու ոնց ես հետ ջան։ Այդ հիմա կարևոր չի։ Հիմա ամենակարևորը քո առողջության մասին մտածելն է։ Իմ մասով մտածելու շատ բան չկա։ Ես էլ երկար եմ ստեղ։ Ինչի։ Ես ոտերս չեմ կարում շարժեմ, պապ։ Չեմ կարում քայլեմ։ Հեռախոսը դուր քրոջդ։ Լեա լտես ինչ ասում։ Հա, պապ, Լեա։ Բժիշկները ինչ են ասում։ նորմալ է։ Ուղղակի պետք է ռեաբիլիտացիա անցնի։ Բայց վտանգավոր ոչ մի բան չկա։
Հաստատ վտանգավոր բան չկա։ Հաստատ։ Լիա կզանգեմ հետո։ Լավ։ Ունան։ Գնա երեխեքի մոտ։ Չէ։ Ես քեզ մենակ չեմ թողնելու։ Ասեցի գնա երեխեքի մոտ։ Մանան հաց կեր։ Խորժակ չունեմ դավ։ Ինչի։ Հետո կխոսանք էլի։ Չէ, հիմա ասա հասկանամ։ Թող։ Չիմանամ ինչ ա եղել։ Լեան զանգեց ասեց, որ Գրիշը կարող է էլ չքայլի։ Իսկ հիմա հանգիստ հաց կերեք ու եկեք էլ այս թեմայով չխոսենք էլի։ Աստված մեծ է։ Անկախ ամեն ինչից։ Ջահել երեխա է, թող շուտ ապաքինվի, քայլի։ Եթե ասել են կարող է չքայլի, ուրեմն հավանականությունը մեծ է։ Աստված բոլոր խնդիրներից ավելի մեծ է, մանան ջան։ Համեր այդ բժիշկները իրանց ապահովագրության համար են տենց բաներ ասում։ Ու ես վստահ եմ, որ ինքը լավագույն բժիշկների մոտ է բուժվում։ Հաստատ մի բան կանեն։ Սպասենք, տեսնենք։ Ես դուրս գամ մի հատ Լեային զանգեմ կամ։ Հանար, Լեա, ոնց եք, ինչ վիճակա այդտեղ։ մի հարցրու։ Լարվածությունից մարմինս դողում անար։ Գրիշը ստեղավատ, պապան ընդեղ։ Մաման անելանելի վիճակում է, ես առավել եւս։ Բա ես ինչով կարամ օգնեմ ձեզ։ Մեզ հիմա մենակ Աստված կարա օգնի։ Հույսս մենակ Աստված է։ Ինքան վատ եմ ինձ գում չես պատկերացնի։ Ես առավել եւս նոր։ Ոչ հաց եմ ուտում, ոչ քնում եմ, ոնց որ մահացած մարդ լինեմ։ Հիմա Գրիշի քայլելու հարցը պիտի լուծենք։ Նար որ պատկերացնում եմ, սենց կարա մնաս արսափում։ Լեա, հիմա հավատով պիտի սպասենք ու պիտի աղոթենք։ Ես վստահ եմ, որ Աստված հաստատ մի դուռ բացելու է կտեսնես։ Նար Լեոն է զանգում։ Լեոն։ Հա, Դե ում ես սպասում պատասխանի։ լավ։ Հա, Լեո, Ոնց ես։ դե եթե ասեմ լավ եմ, հաստատ կստեմ։ Իմացա հորդ հետ ինչ ա եղել։ Չգիտեմ։ Ուղղակի որ չզանգեի, ինձ չէին ների։ Ամենայն դեպս մենք Ես կյանքում ինձ այսքան մենակ ու անօգնական չեմ զգացել։ հավատա գիտեմ այդ ինձ զգացողությունը։ Վատն է նա, որ ամեն ինչ սենց դասավորվեց։ Ու հիմա չեմ կարա քեզ ինչ-որ բանով օգնեմ։ Ինչ ասեմ։ Երևի ուզում էիր ասել, ես եմ չընտրել ես իրավիճակը։ Մանավանդ այս իրավիճակում չեմ պատրաստվում քեզ ինչ-որ բանում մեղադրեմ։ Ուզում էի քեզ զանգեի, ձենդ լսեի, իմանայի ոնց ես։ Շատ վատ։ Լեա բոքսում մի կարևոր բան եմ սովորել։ Ու հասկացել եմ, որ ամեն հարվածից հետո մարդն ավելի է ուժեղանում։ Ու ավելի մեծ թափով է սկսում կռվել։ Իսկ դու հաստատ ուժեղ աղջիկ ես։ Այդ ես գիտեմ։ Ես էլ ես հաղթահարելու։ Իսկ ես համոզված չեմ։ Մի բան իմացի։ Կներես, կանչում են։ Մրցումների եմ պիտի գնամ, քեզ լավ նայի։
Ես ես դժոխքից դուրս եկա։ Հիմա լավ կանես գնաս երեխեքի մոտ։ Չէ, ես չեմ կարող քեզ մենակ թողնել։ Մինչև հիվանդանոցից դուրս չգաս, ես քեզ մենակ չեմ թողնի։ Ով որ քեզ փորձել է սպանել, էլի կանի։ Դա տես մի խոսայի, որ չգիտես ով եմ։ Մահափորձի հետևում կանգնած։ Ես վախենում եմ քո համար ունեն։ Իմ ուշքը միտքը իմ տղեն է։ Մենակ են միտքը, որ տղես չի քայլում։ Հետ սպանում է ինձ։ Լեան ասաց, այս փուլը ժամանակավոր է։ Իսկ չես մտածում, որ Լեան մեզ խնայում է։ Ճշմարտությունը չի ասում։ Որ իբր Գրիշայի չքայլելը ժամանակավոր է։ Մի խոսա, բառ մի ասա, իմ երեխեն քայլելու է։ Ինա, մեզ տղել են զգուշացի, որ հնարավոր է Գրիշան չքայլի։ Բայց մենք մեր երեխուն հասցրինք Գերմանիա։ Մեզ չի, որ այնտեղի բժիշկները հրաշագործ են։ Նույն բանը Հայաստանում էլ կարային անեին։ Ուղղակի այստեղ ռիսկերը մեծ էին։ Ու այդ ժամանակ մենք ոչ էլ մտածում էինք քայլել չքայլելու վերաբերյալ։ Հունան իմ Գրիշոն քայլելու է։ Դու հիվանդանոցից դուրս ես գրվելու, մեր ընտանիքը փրկվելու է։ Ես միշտ բարտացել եմ իմ ընտրությամբ։ Բայց մի ստիպի, որ ես իմ ընտրությունից հիասթափվեմ։ Եթե մենակ կարողանայիր կողքից լինել, քո օգնությամբ ես կհաղթահարեի ես ցավն ու իրար հաջորդող այս փորձությունները։ Դու ընդամենը քո մի զանգով, մի խոսքով անբացատրելի հանգստություն տվեցիր ինձ։ Բայց եթե իմանաս հայրս ժամանակին ինչ ա արել, առանց վարանելու հորս մահը կցանկանաս։ Ինձ կներեք։ Խոսեցիր, նա ինչ ասեց Լեան, ոնց է Գրիշը։ Սիրտս ցավում է, ինչ անեմ, չհետաքրքրվեմ։ Ինչու՞ չէ, որպես սրտացավ մարդ կարող ես հետաքրքրվել։ Առանձնապես նոր բան չասեց, այնա ինչ գիտենք։ Այսինքն փոփոխություն չկա։ Ինչա ուզում էր մի օրում սկսել քայլել Գրիշոն։ Դե հրաշքներ լինում են կյանքում։ Հա, լինում են, ու դրանք իրականանում են, երբ սրտանց հավատում ենք։ Ինչ ասեմ, բալես։ Թող Աստված այդ տղային առողջություն տա, մի քիչ էլ խելք։ Հա։ Խելքը իրան չէր խանգարի, պապ ջան, որովհետև որ խելք ունենալ այսօրվան չէր հասնի։ Աստված ոչ մի փորձություն հենց այնպես չի ուղարկում մարդուն։ Ուրեմն սա պետք էր այդ տղային, որ սկսի կյանքին ավելի լուրջ մոտենալ, սովորի գնահատել այն ամենը ինչ ունի, եւ առհասարակ բոլորս պիտի գոհանանք Աստծո տվածով, որպեսզի Աստծո բարգությունը չշարժենք։ Ինձ թվում թե մի քիչ հանգստացար։ Դրա կարաս հետս անկեղծել մեզ։ Ես քո հետ միշտ էլ անկեղծ եմ։ Այդ մամայի, պապայի, որ խափիր դրա ապասույցներ չէ երևի։ Գրիշ, ես ընդամենը քեզ խնայել եմ։ Չէի կարող վիճակը տեսնելով այդ մասին խոսեի։ Լավ, հիմա կարանք ինձ խնայելը մի կամ դրանք մի հատ խոսանք։ Խնդիր չկա։ Ինչից ես ուզում խոսենք։ Մանանից։ Դրա համար չտես։ Գրիշ, ինչի մանանին չես հավատում։ Ես քեզ չեմ հավատում, Լեա։ Կարամ իմանամ ինչ է ինձ սպասվում։ Ես քայլելու եմ, թե չէ։ Ես քեզ ասել եմ այն, ինչ որ բժիշկներն են ինձ ասել։ Դու ինձ խնայել ես, Լեա։ Չգիտակցելով, որ այդ
1-2 օր ֆռսնելով, խափելով ոչ մի բանի չես հասնելու։ Ես ես կյանքով չեմ կարող ապրեմ։ Լիքը մարդ առանց ձեռ, առանց ոտ իր կյանքը շատ ուժեղ ու լիարժեք ապրում է, հալել այդ մարդկանց ապրեն, բայց ես այդքան ուժեղ տղա չեմ։ Մի խոսքով ես տենց չեմ կարող ապրեմ։ Ես մի անգամ արդեն ապրել եմ կիսատ կյանքով։ Մի անգամ արդեն ավտովթարի զոհեղել եմ։ Ու գիտեմ այդ ինչա չեմ ուզում դրա միջով նորից անցնեմ։ Լես կյանքը, այս տիպի կյանքը իմ համար չի նորից եմ ասում։ Դրա համար պարզ հարց եմ քեզ տալի։ Ասա իմանամ։ Ես քայլելու եմ թե չէ։ Գրիշ։ Արի լավատես լինենք, հա։ Արի չհանձնվենք։ Ես լսա հարցից պատասխանը։ Տեսնես արդեն լուրը հասել է, որ գիտակցության եմ եկել մահս ցանկացող բարեկամներիս։ Ինչքան ուշ իմանան, այդքան լավ։ Թող քեզ տարօրինակ չթվա, բայց զղջալու են ինձ այս օրեկցողները։ Փոշմանելու են, որ ծնվել են։ Ես արդեն հրամայել եմ, որ Արամին վերացնեն։ Կարող ես հանգիստ լինել։ Քեզ ով է թողել խառնվես այս ամեն ինչին։ Ես միշտ խառնված եմ եղել քո գործերին։ Ու հիմա երբ պահն եկել է, որ ես պետքա գործեմ, ինչ անեմ։ Ձեռքերս ծալած նստեմ ու համեստ կին ձևանամ։ Ինա դու պետքա մաքուր մնաս։ Համել երբ փորձում էին ինձ վերացնեն, այդ ժամանակ Արամը փակի տակ էր։ Սրանից հետևություն, որ մեզ ամեն ինչի հիմքում են Արտյոմն կանգնած։ Չնայած այդ Արամն էլ իրավունք չունի ապրելու, որովհետև դա հակերել քրոջս գլուխը։ Ոստիկանները մի քանի անգամ եկել են, հարցեր են տվել Պայթյունի հետ կապված, բայց ես անուններ չեմ տվել։ Պետք չի։ Ոստիկանները առանց մեզ էլ շատ արագ կգտնեն, ոնց որ եղավ Էռնայի դեպքում։ Մենակ թե մենք կարողանանք իրենցից ավելի շուտ հասնենք այդ հանցագործին։ Երբ ես Արամին հանդիպեցի, իր ասածն ինձ շոկի ենթարկեց։ Ես միշտ մտածել եմ, որ դու Արսենին եղբորպես սիրել ու հարգել ես։ Չես էլ սխալվել։ Այդ դեպքում ինչու է Արամը համոզված, որ հոր սպանության հետևում դու ես կանգնած։ Ես Արսենի մահվան հետ բացարձակ կապ չունեմ։ Այն օրը, երբ ոստիկանները բռնեցին դրան, ես ուզում էի հանդիպեի ու ասեի, որ աշխատի իր ահաբարի ուղղությամբ, որ տարբերի իր իրական ու երևակայական թշնամիներին։ Հեն էլ չհասցրեցի, ոչ հասցրեցի հետ ասեմ, ոչ էլ վիզը պոկեմ Էռնային սպանելու համար։ Ու փառք Աստծո, որ չես հասցրել։ Պետք չէր մի անգամ էլ թաթախվել արյան մեջ։